Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի եւ Պարեկային ծառայության վարչական համալիր։ Այցի շրջանակում Սուլխան Թամազաշվիլին շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել օպերատիվ կառավարման կենտրոնի, Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին, ինչպես նաեւ ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։ Օպերատիվ կառավարման կենտրոնում Վրաստանի ներքին գործերի նախարարին ներկայացվել է եվրոպական ստանդարտներով գործարկված 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը մեկ միասնական հարթակում է միավորել փրկարար ծառայության եւ ոստիկանության զանգերի սպասարկումը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանը ներկայացվել է նաեւ քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման եւ բողոքների քննության բաժինների աշխատանքային գործառույթները։ Սուլխան Թամազաշվիլին եղել է համալիրի զինանոցում, հրաձգարանում եւ մարզասրահում, որտեղ ծանոթացել է Պարեկային ծառայողների ֆիզիկական եւ մարտական պատրաստվածության համար ստեղծված պայմաններին։ Նրան ներկայացվել են նաեւ Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանի նախագահությամբ հունիսի 30-ին ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օրինական եւ ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի շրջանակում ամփոփվել են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների իրականացրած աշխատանքների արդյունքները, գնահատվել առկա միտումները։ Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող օպերատիվ հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումներին, թմրամիջոցների հայտնաբերման եւ առգրավման գործելակերպին, ինչպես նաեւ հանցագործությունների բացահայտման ընթացքին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել փոստային եւ մաքսային ուղիներով թմրամիջոցների ապօրինի ներմուծման դեպքերին, նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցների տարածման ռիսկերին, դրանց հայտնաբերման եւ հակազդման մեխանիզմներին, ինչպես նաեւ գաղտնիք հնչական գործողությունների իրականացման ընթացքում ծագող խնդիրներին։ Մասնակիցներն անդրադարձել են նաև գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման, իրավապահ եւ մաքսային մարմինների փոխգործակցության զարգացման, ինչպես նաև իրազեկման եւ կանխարգելիչ միջոցառումներին։ Քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերն ու առաջարկները։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, պաշտպանության, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների, ինչպես նաև հակակոռուպցիոն, քննչական եւ պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ Ներքին գործերի նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 29-ին։ Նիստը նախագահել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։ Մասնակցել են փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել եւ քննարկվել են ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառել ծառայության դադարեցում, իսկ ոստիկանության 2 եւ փրկարար ծառայության 1 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժը։ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից։ Հայտնել էին, որ երեկոյան ժամը 8-ի սահմաններում Մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձին կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր։ Դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։ Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն եւ ժամեր անց նկատել են Kia Magnişi մի մեքենա, որի վարորդը կտրած հաղորդալարի մի մասը տեղադրել է մեքենայի բեռնախցիկում։ Վարորդը ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը՝ Երևանի Շահումյան փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Գողության փորձի հատկանիշներով նախաձեռնել են քրեական վարույթ։ Զենությամբ հայտնաբերվել է 19 կապ պղնձե հաղորդալար եւ սանդուղք։ Հանգամանքները պարզվում են։
Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60 աստիճան եւ ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք, ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքեր, հեռախոս, համակարգիչ, power bank, պլանշետ։ Շոկը վնասում է մարդկոցը, ինչը կարող է դառնալ պայթունի կամ հրդեհի պատճառ։ Կրակայրիչ, բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել։ Ավտոխնամքի միջոցներ, յուղեր, քիմիական նյութեր, դրանք շոկից կարող են այրվող գոլորշիներ արձակել։ Օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ, բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել։ Պլաստիկ շշեր, արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ եւ դառնալ հրդեհի բռնկման պատճառ։ Ապակյա շշերով ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներ, դրանք շոկից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։ Ջերմության նկատմամբ զգայուն իրերը չպետք է թողնել մեքենայում նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը փակ ապակիների պայմաններում ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-ից 70 աստիճան։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ Կառավարությունն իրազեկում է Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզան ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում է խոնավությունը, նպաստում հողում եղած օրգանական նյութերի
կայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հաս, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին։